Փողոցային արվեստի այսպիսի գլուխգործոցներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում։ Սթրիթ արթ նկարիչները գունազարդել են տարբեր քաղաքներ, ստեղծելով եռաչափ պատկերների յուրօրինակ աշխարհ։ Հայաստանը ետ չի մնում արվեստի այս ոճից։ Գերմանացի հայտնի նկարիչը Ազատության հրապարակը գունազարդում է հայ գործընկերների հետ։ Հատուկ ջրակայուն եւ ջերմակայուն ներկերով նա կարապներ է պատկերել։ Սա կզարդարի քաղաքը։ Մարդիկ կտեսնեն, թե ինչ ուղղություն է սթրիթ արտը, որ նկարում են ոչ միայն թղթի եւ կտավի, այլև ասֆալտի վրա։ Եռաչափ պատկերների վարպետը Երևանում երկրորդ աշխատանքն է ստեղծում։ Առհասարակ եռաչափ նկարիչների համար առաջին դժվարությունը եղանակային պայմաններն են։ Հանկարծակի կարող է անձրև գալ եւ օրերով արված աշխատանքը փչացնել։ Վարպետից օգտակար խորհուրդներ են լսում երիտասարդ հայ նկարիչները։ Ասում են, որ Հայաստանում սթրիթ արտը տարածում է գտել վերջին տարիներին։ Ամեն մի նկարիչ էլ կարող է սա անել, մի նորություն չի, ուղղակի այս ավանդույթը նոր է մտնում ստեղ։ Նկարչական նյութերով չենք նկարում, շինարարական ներկեր են։ Դրանք արդեն ասենք, ասենց ասած գունապնակի հետ խնդիր առաջանում։ Երանգները ստանալը դժվար է։ Պիտի խելամիտ արվի, այդ դալանները, որ արվում է, թող արվի, բայց լավ արվի։ Շուտով նկարիչների աշխատանքները վերջնական տեսքի կգան։ Մարդիկ կկարողանան լուսանկարվել եւ եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից։ Լուիզա Սուքեսյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։